Ես ոնց ձեր ելույթից հասկացա, զբաղվում եք գործընկերների հետ հարաբերություններով, հարևանների հետ հարաբերություններով ու ընդդիմության հարցերով։ Ելույթի մեծ մասը նվիրված էր ընդդիմությանը ու այս կոնտեքստում մի հատ կասեք, այդ ինչ ենք պնդել օրինակ, որ պարզվել է վերջը սուտ ա եղել։ Ես մեր բոլոր հայտարարությունները օգոստոսի 8-ին ստորագրված Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախաստորագրված պայմանագրի մասին կրկնում եմ։ Ինչ ենք ասել, որ սուտա դուրս եկել, որ տենց բան եք անում, հերոսաբար բան եք հաղթանակն եք տոնում։ Մի հատ կետ կասեք կոնկրետ։ Ես կարամ ասեմ դուք ինչ եք ասել, որ սուտա դուրս եկել։ Դուք օրինակ ասել եք, որ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը կսկսեք, երբ պայմանագիրը ստորագրվի։ Առանց պայմանագիրը ստորագրվելու սկսել եք այդ գործընթացը։ Էլի կարող եմ թվարկել, դուք հիմա խնդրում եմ մի կետ ասեք։ Հաջորդը, որ ես ուզում եմ հասկանալ, էլի, ոնց եք դուք պատկերացնում։ Ասում եք, որ ձեր խոսքի մեջ իմ գործընկերոջը պատասխանելուց փոխադարձ ճանաչել ենք տարածքային ամբողջականությունը։ Ես կարամ նշեմ, որտեղ եք դուք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը թվերով ճանաչել։ Խնդրում եմ, ինձ կբերեք մի օրինակ, պաշտոնական հայտարարություն կլինի, գրություն կլինի, որտեղ Ադրբեջանի պաշտոնյան Իլհամ Ալիևը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Դուք այսօր էլ օգտվելով առիթից արդեն երկրորդ մասը մոռանում եք։ Այլ չեք էլ ասում, որ մենք էլ ունենք տարածքներ, որոնք Ադրբեջանի կողմից են օկուպացված։ Այդ մասը եթե ուշադիր լսեք, բաց թողեցիք։ Վստահ եմ, որ չէ, այդ մասը լավ, հիմա մի հատ բայց չեք մոռանում նշել, որ մենք ունենք ադրբեջանական տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում։ Մի հատ էլ ինձ հայտարարության օրինակ կբերեք, որ Ադրբեջանը ասում է իմ զորքերը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, պետք է մի օր տեղից դուրս գան։ Այդ էլ որ փոխադարձությունը հասկանանք, էլի ձեր պայմանավորվածությունների վերջո, ասենց հասկանանք ինչն է այտենց փոխադարձ եղել։ Եվ մի հատ էլ հարց ապաշրջափակման մասին ունեմ։ Ես ուզում եմ իսկապես հասկանամ, այն առաջի օրը որ լուրը տարածվեց, որ այլևս Ադրբեջանի տարածքով ղազախական ցորենը կարող է գալ Հայաստան, նենց աղմուկ ունեց տոնակատարություններ, անկեղծ ես էլ խառնվեցի իրար, ուզում էի հասկանալ, գնացի մասնագետներին հարցնում եմ, էլի որ պատկերացնեմ ինչ է կատարվում։ Հարցնում եմ, հիմա, այսինքն Ադրբեջանի տարածքից բեռները մտնելու են Հայաստան, ոչ։ Ձեր պատգամավորներ հայտարարում են նոր դուռ ենք բացել, ապաշրջափակումը, նոր դուռ բացվել է, ոչ։ Ղազախստանից ավելի կարճ ժամանակում է գալու, ասում են չէ, ավելի լավ ցորեն է գալու, չգիտենք, հացը էժանանալու է, չգիտենք, լավ այդ հարցերի մի կողմ։ Ես ուզում եմ հասկանալ, այդ նոր դուռը որտեղ է բացվել։ Մի հատ ցույց կտաք այդ տեղը։ Եթե գնում է էլի Վրաստանից գալիս է, լավ, վատ բան տեղ չեմ կարող ասեմ, բայց էսա ձեր պատկերացած ապաշրջափակումը, այսինքն երբ մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, Հայաստանի տարածքով պիտի անխոչնդոտ բեռները անցնեն, Ադրբեջանի տարածքով պիտի գան Վրաստան, Վրաստանից մտնեն, բայց ի՞նչն եք տենց նոր դուռ բացվել, ապաշրջափակմանը դեմ անդիմությունը, այդ ի՞նչն եք տենց բան անում, էլի։ Այս հարցերին պատասխանեք, էլի հարցեր կան ճիշտ ասած։ Մենակ մոռացաք ասեք, որ Հայաստանը սրանով կախվածության մեջ ընկավ Ադրբեջանից, այդ անցած անգամ ասել էիք դա։ Նույնիսկ տենց որ այլընտրանքն։ Հա։ Լավ, Տիկին Վարդանյան։ Դուք ասում եք, ես ձեր ելույթից հասկացա, որ ընդդիմության մասնագետն է տեսնի բան։ Հարցեր ես բան։ Տիկին Վարդանյան, ի պատասխան կասեմ, որ ես ձեր ասացից հասկացա, որ դուք իմ ելույթը ընդհանրապես չեք հասկացել։ Ընդհանրապես։ Կամ հասկացել եք, բայց ձեր չի տալիս խոստովանել, որ համաձայն եք, որ ես ճիշտ բաներ եմ ասում։ Հիմա որ ասում եք սուտ եւ ինձ մեղադրում եք հետեւյալ սուտ խոսալու այսպիսի մեղադրանք եք անում, ասում եք դուք ասել եք Մինսկի խումբը կլուծարենք, եթե պայմանագիրը ստորագրվի։ Հիմա եկեք հասկանանք, ինչի ենք մենք ուզում, որ պայմանագիրը ստորագրվի, որ հաստատվի խաղաղություն։ Հիմա եթե օգոստոսի 8-ին պայմանագրի նախաստորագրմամբ երեք երկրների ղեկավարների ստորագրությամբ, սկզբունքների հռչակումով, Ալմաթայով, տարածքային ամբողջականության ամեն ինչ որ հնարավոր ամենաբծախնդիր մարդը որ ուզենար այդտեղ գրված լիներ, գրվածա ստորագրում են եւ հետո գրվածն էլ հերիք չի, մի հատ էլ մարդիկ մեդիային են ասում անմիջապես, որ վերջ խաղաղություն հաստատված է, մի հատ է գնում են հետո ամիսների ընթացքում այլ առիթներով ասում են դե խաղաղություն հաստատված է, ոչ միայն հայկական կողմը, նույն Ադրբեջանը, նույն չգիտեմ,
ամբողջ նույնիսկ երկրներ, որոնք չեն մասնակցել այդ միջոցառման, ողջունում են խաղաղության հաստատումը։ Այսինքն նպատակը, որը դրված էր Մինսկի խմբի լուծարման համար, այն է խաղաղության հաստատումը եւ հետո հետագա մնացած այդ կարգավորման քայլ ուղղությամբ քայլ։ Եթե այդ նպատակը արդեն արված է, ինչի մենք պետքա նստենք, սպասենք պայմանագրի ստորագրմանը, որը կրկին ասված էր որպես պայման զուտ խաղաղության հաստատման համար։ Այսինքն մի քիչ կդժվարանամ ես sense հնդածից ինչ որ անալոգիա մտածել, բայց իմաստը, որը դրված էր դրա տակ, իրականացված առաքելություն կատարված է, ինչի պետքա բան անել, տառացիորեն հետևել բանին։ Չէ, այսինքն ասում եմ ստացված է այն, ինչի համար այդ կապը տրված էր։ Հիմա ասում ենք, որ բանա կիլոմետր քառ մենակ քառակուսի կիլոմետրերի հռչակմամբ, փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականություն, միմյանց տարածք, ասում եմ ինչ կար, ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է եւ Վաշինգտոնյան հռչակագրում, եւ նախաստորագրված տեքստում, եւ կանոնակարգում, որը դուք այստեղ վավերացրել եք, չգիտեմ անձամբ դուք բոյկոտել եք այդ լավ հնարավորությունը թե չէ, բայց պատշաճ կլներ, որ այդ առիթով բոլոր նրանք, ովքեր սիրում եւ ճանաչում եւ հարգում են եւ երդվել են պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, գային եւ ցույց աշխարհի կողմ քվեարկեին այդ կանոնակարգին, երևի բոյկոտել եք, ենթադրել կարող եմ։ Այդտեղ էլ որ դուք բոյկոտել եք, այդտեղ էլ ամեն ինչ գրած է, այդ փոխադարձ ճանաչումը։ Մնացածը ներողություն ողջ հարգանքով հանդերձ հերթական եւ թույլ տվեք նույնիսկ ասել շատ պարզունակ մանիպուլյացիաների դաշտից է։ Ես հասկանում եմ նաեւ այդ մղումը, որ ասում եք մի հատ կասեք իրանք ինչ են արել, մենք էս տվեցինք, պարզը ամեն առիթ պետքա փորձեք Պարզ չի, որ տենց պետքա փորձեք, ճիշտ չի, բայց փորձը ցույց տալ տենց է կարող։ Ամեն առիթի դեպքում ասում եք, վայ հասեք, ամեն ինչ տվեցին, վայ Սյունիքն էիք հանձնում, հիմա մարդ հասի իսկականից չալարի կամ բանը սահմանները հանձնի, ասի, հիմա ով էր Սյունիքը հանձնում, գուժում եք ու դա բան զանազան պրոցեսներ ձեր գույժերով խրախուսում եւ բան անում։ Վայ էս են հանձնում, վայ են տարածքը տվեցին, վայ բանում, տավուշում եկեղեցին, չէ, այդ չինարիկ իրանցի մոտի եկեղեցին։ Այդ հլը, եթե խոսենք, այդ մենակ գետնի վրա, ասենք, հողի կամ ենթակառուցվածքի մասին, բա իրավունքներ եւ այլ ասում, ինչ ենք մանիպուլացնում խաղաղության պայմանագրում։ Խաղաղության պայմանագրի մասին հիմա ես մի պարզ պատճառով չեմ ուզում, չնայած ակնարկարեցի նորից կրկնել այդ թեզերը, որ նորից չդնենք շրջանառության մեջ։ Փնտրեք գտեք մեծ գաղտնիք չի եմ ասում սահմանադրությունների փոփոխությունից ու 100,000 մարդկանց շարժից սկսած մինչև այլ մանրամասներ, որոնք գուցե մի փոքր ավելի էս նշածից նկատմամբ երկրորդական թվան։ Ինչ ասես ասում էիք, հա? Միջանց եւ այլն։ Մի խոսքով Տիկին Վարդանյան լավ չեն ձեր գործել։ Իմ գործերը նման են Հայաստանի Հանրապետության գործերին, որ իրոք լավ չեն։ Իմ գործերը ուղիղ կապված են։ Տեսեք, դուք ինչ պիտակավորում ուզում եք կարակ տակ, 100 անգամ կարակ ասեք մանիպուլյացիա ստել, ես ձեզ բարձ հարց տվեցի։ Մենք գրավոր ենք հայտարարությունները տարածել, երբ ծանոթացել ենք Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթերին ու գրավոր տարածել ենք հենց այս օրվա համար, որպիսի որևէ շահարկման առիթ չտանք, 5 падգամավոր երկար քննարկել են ինչ տեքստ տարածեն ու ամեն բառի համար պատասխանատու են ու հիմա բոլոր են հայտարարությունները, որ արել ենք, ես կրկնում եմ ու դուք դրա համար էլ չեք կարող մի հատ կոնկրետ սուտ բերեք։ Ես չգիտեմ այնտեղից ինչ էին ասում, բացեք նայեք, ձեր ասածներից ոչ մի բան չկա այդ հայտարարություններում։ Մենք հատուկ գրավոր հայտարարություններ ենք տարածել։ Հիմա դուք երկրորդ բանը մեր լրագրողների համար եմ ասում։ Դուք չեք կարողանում նշել տեղ ու ես սրանով ուզում եմ ցույց տալ պայմանավորվածությունների փոխադարձության աստիճանը։ Դուք չեք կարողանում ցույց տալ տեղ, որտեղ Ադրբեջանը մեր տարածքը ճանաչել է այն նրանով, ինչով կա, ինչով մենք սովորել ենք մեր դպրոցական դասագրքերում, որովհետև չկա այդպիսի հայտարարություն։ Ու դա է փոխադարձություն։ Դուք ասում եք, եթե այնտեղ գրված է, որ կողմերը ճանաչում են փոխադարձ միմյանց տարածքային ամբողջականությունը, դա բավարար է։ Ես էլ ասում եմ, դա ՄԱԿ-ին անդամակցելուց ենք բան արել։ Դա ընդհանրապես միջազգային հարաբերությունների սկզբունքներն են։ Եթե
բավարարն է, ի՞նչ է դրա ձեռքբերումը, ո՞րն է դրա դարակազմի ձեռքբերումը, դուք ինչու եք գնացեք 40 կիլոմետրով ճանաչի, եթե դա բավարար էր։ Ու մի հատ էլ որ ցույց տամ, բարձ հարցի էլ կպատասխանեք, բանակցությունների ընթացքում այդ փաստաթղթի գրավոր առաջարկներով դուք արտաքին գործերի նախարարությունը պնդել եք, որ կոնկրետ քարտեզ ֆիքսվի, կոնկրետ քարտեզ, կոնկրետ թվականների քարտեզ ֆիքսվի։ Պնդել եք, մենք դրա մասին հայտարարություն արել ենք, դուք մեկնաբանեք հիմա իմ դիմաց նստած այս կետը, որովհետև դուք պնդել եք, ու եթե հերիք էր մենակ այդ տարածքային ամբողջականություն ճանաչում ենք դրվագը, ինչու եք պնդել։ Եթե պնդում եք, որ չեք պնդել տենց բան, հրապարակեք այդ ամբողջ բանը, փաստաթղթերը, թող հանրությունը տեսնի ով է ստում։ Դեռ այսքանը մնացածը լիագումար նիստերին կքննարկենք։ Բայց չեք գալիս չորեքշաբթի օրերին լիագումար նիստերին քննարկեք, գա քննարկեք։ Համեցեք պարոն Միրզոյան, եթե ասել։ Դե Տիկին Վարդան, ձեզ իհարկե պետք է արժանին մատուցել։ Կապ չունի տրամաբանական ինչ ասենք, ինչ ապացուցված ճիշտ լինի թե չէ, դուք վարպետորեն կարող եք դրա դեմ կռիվ տալ արգանքներս։ Ինչն է տենց բան։ Բայց Տիկին Վարդան, ժամը ուղղակի լրանում ահագին հրապարակված տեքստ կա, նայեք հետո խոսենք էլ այդ ամենի մասին, քարտեզների մասն էր, մենակ մի քիչ կոնկրետ անդրադառնամ անպայման։ Քարտեզներ, այո, քննարկվել են։ Մենք հրապարակայինել ենք այդ մասին խոսել։ Գիշեք 1975 թվականի քարտեզ էինք խոսում եւ այլն։ Այդ քարտեզները քննարկվել են սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Այն պահից սկսած, երբ որ սահմանազատումը, այսպես ասած, եւ դրա կանոնակարգումը սկսեց առանձին իր կյանքով ապրել եւ դա արտահայտվեց ուրեմն կանոնակարգի համաձայնեցմամբ եւ վավերացմամբ կարևոր process, որը դուք ենթադրել կարող եմ ահարկ համարեցիք բոյկոտել, այդ պայից սկսած այդ քարտեզները դադարել են լինել մեր բանակցությունների առարկա արտաքին գործերի նախարարների մակարդակով այդ հարթությունում ընդհանրապես մեր բանակցությունների ընթացքում 1000 հարց է քննարկվել 1000 թեմա, այսինքն բայց էլ եմ ասում այն պահից երբ որ դա իր առանձին կյանքը եւ արդյունքը ստացավ ուրեմն երկու սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ կանոնակարգով այդ քարտեզների ոչ թե անվանումը, այլ այդ սկզբունքը, գլխավոր ամրագրող սկզբունքը եւ չափանիշները այնտեղ արտացոլվեցին, ինչը կարծում եմ նույնիսկ ավելի լավ արդյունք է, քան եթե ուղղակի այդպես բառացիորեն մի բանում պայմանագրում գրած լինենք եւ մինչեւ հասիմա սպասենք ստորագրմանը եւ ավելացմանը, բայց դեմ չեք, որ այսքանով, որովհետեւ ուղի 5 րոպեից հաջորդ հանձնաժողովի, բայց իհարկե ես պարտավոր եմ եթե կան շարունակել հարցերին պատասխանել։ Համեցեք